Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է ամենայն հայոց հայրապետի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տեր Արամ Քահանա Ասատրյանը սպառած լինելով կանոնական դաշտ վերադառնալու իրեն ընձեռված ողջամիտ բոլոր հնարավորությունները, այդ թվում երիցս հրաժարվելով ներկայանալ հանձնախմբին կարգալույցը չափվեց, կոչվելով իդաս աշխարհականած Ստեփան Ասատրյան Ավազանի անվամբ։ Ի հետևում այս որոշման Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պատշաճ իրազեկմամբ Ստեփան Ասատրյանին ըստ եկեղեցու կանոնների արգելել է կատարել եկեղեցական ծեսեր ու խորհրդակատարություններ, այլևս այնպիսի գործողություններ, որոնք վերապահված են բացառապես եկեղեցու սպասավորներին։ Ստեփան Ասատրյանից պահանջվել է նաև հոկտեմբերի 23-ին ազատել Հովանավանքը եւ եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք Աբեղապալոյանին, իսկ Մայրաթորի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։ Միաժամանակ Ստեփան Ասատրյանը իրազեկվել է, որ Հովանավանքում այսուհետ ծեսերն իրականացնելու են տեղում սպասավորող քահանաները եւ հորդորը հեղվել ձեռնպահ մնալ ծեսերի, այդ թվում Սուրբ Պատարագի խորհրդի մատուցմանը որևէ կերպ խոչընդոտելուց, ինչը ոչ միայն կանոնական կոպտակում խախտում է, այլև քրեորեն պատժելի արարք։ Ստեփան Ասատրյանը անտեսելով Մայրաթորի օրինական պահանջները հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները եւ ազատել Հովանավանքի տարածքը։ Ցավում ենք, որ Արամ Քահանայի կարգազած ընթացքի հետևանքով Մայրաթորի կողմից ձեռնարկված կարգապահական միջոցառումները եւ կայացված կարգալուծության որոշումը անհարկի շահարկում են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովանավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը, սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին պարապտելու հերթական փորձ է հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։ Եկեղեցիները, վանքերը եւ այլ սրբավայրերը հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու ժառանգությունն են եւ անկախ այդ պատմամշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից կրոնական ծեսեր կատարելու եւ պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները եւ ապահովել Հովանավանքում սպասավորող քահանաների բնականon ծառայությունը եւ սրբավայրի հոգեվոր աղոթական մթնոլորտը։ Եվ այստեղ ոգևորությամբ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ սատարում մի կարգալույց հոգևորականի, ում քաղաքական իդեալը Կադիրովն է։ Եթե ձեր պարապաշարով խոսեի, մի փայլուն ռսաստրուկ, բա գնացեք, այո, գնացեք Կիրակի օրը, կարգալույց եղածի պատարագին մասնակցեք, Կադիրովի անունով կերթվեք, չմոռանաք, բայց սա իսկապես ողբերգություն է։ Որտեղ հասել է ձեր ձեռքը, ապականել եք, քանդել եք, ավիրել եք։ Հազարամյակներով հայերով բնակեցված Արցախում այսօր մարդ չի ապրում ձեր արկածախնդիր քաղաքականության հետևանքով։ Հիմա էլ 1700-ամյա եկեղեցին ուզում եք քանդեք։ Դա է ձեր ոճը, դա է ձեր ձեռագիրը։ Քանդել ցանկացած բան, որ հայկական ինքնության մասին է, հայ ժողովրդի պահպանման մասին է, սա եք դուք։ Ու 18 թվականին սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու ձեր խոստումներից 7 տարի հետո ամենուր թշնամանք է, եղբորը հանել եք եղբոր դեմ, հոգևորականին հանել եք հոգևորական եղբոր դեմ։ Սա է ձեր ձեռագիրը, բայց ուզում եմ վստահաբար ասել, 1700-ամյա եկեղեցին մնալու է, դուք գնալու եք։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը կոչ է անում ժողովրդին գժի տեղ չդնել։ Նա ասում է, թե ՔՊ-ն տապալել է ընդդիմությանը։ Ըստ այժմ նախագահի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ն ՀՀԿ-ից որոշ տարեր, որոնց անունը Սերժ Սարգսյանը լավ գիտի, աջակցել են հեղափոխությանը։ Դրա համար էլ չեք ընտրվում, դրա համար էլ ձայն չեք հավաքում։ Այդ օպերացիայի իմպիչմենտները, այդ չգիտեմ, չգիտեմ ինչ բառ ասեմ, ասենք ամոթ է, էլի։ Դուք ապացուցել եք երկու խմբակցությունով, որ երբ որ դուք պետական լծակ չեք ունենում, դուք 0 ՕԳԳ ունեք։ Դուք 0 ՕԳԳ ունեք, որովհետև պետական լծակի պարագայում դուք կարողանում եք ինչ-որ դիմադրեք։ Այն որ մեկը ասում է, «Աղը միսօր ընդդիմություն եք դառնա», դուք մի մտածեք, մենք ընդդիմություն ենք եղել, ընդդիմության մեջ ենք ծնվել, տապալել ենք ձեզ բոլորիդ։ Ձեր պետական ռեսուրսներով, հեռուստաալիքներով, ԱԱԾ-ներով, մնացած ոստիկանական զորքերով, մարդկանց վրա կրակելով, մարդկանց բանտեր նետելով,
տապալել ենք ձեզ, այ բոլորիդ այսենց ու հաջորդ ընտրություններից հետո ձեր քանակը տենց ես ասել եմ դուք վերացող տեսակ եք, ձեր քանակը տենց գնալով փոքրանալու է, վերանալու է այս ամեն ինչը։ Եվ վերջում ես ուզում եմ մասնակցել եմ բանավեճին, որը այնուամենայնիվ կա Ռոբերտ Քոչարյանի գործընկերների եւ Սերժ Սարգսյանի գործընկերների միջև, որպես մարդ, որը որ հեղափոխություն է արել, մեկը որ եղել է այդ հեղափոխության մեջ։ Այո, դուք Սերժ Սարգսյանին չօգնեցիք, դուք պետք է սատար կանգնեիք եւ Սերժ Սարգսյանին չպաշտպանեցիք, ոչ Ռոբերտ Քոչարյանի թիմը, ոչ Դաշնակցությունը, նույնիսկ Հանրապետական կուսակցության որոշ տարեր Սերժ Սարգսյանին այդ օրերին ես որպես հակառակորդ եմ դա ասում, չպաշտպանեցիք, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը ուզում էր պատժեր Սերժ Սարգսյանին, ցույց տալով, որ ինքը այդքան չկա, ինչքան որ ինքը եւ պետքա կախվածության մեջ լինի, որոշ հանրապետականներ մտածում էին, որ արանքը կարող են ճղել եւ այդ շարժման շնորհիվ իրենք դառնան նոր վարչապետ, իսկ մնացածը ուղղակի նոր հնարավորություններ էին տեսնում իրենց բանի համար։ Ես ուզում եմ վերջ դրեք այդ բանավեճին։ Այո, Ռոբերտ Քոչարյանը, հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Հանրապետական կուսակցության որոշ տարեր, որոնց անունը Սերժ Սարգսյանը լավ գիտի, ամեն ինչ արեցին եւ աջակցեցին հեղափոխությանը։ Դա փաստ է։ Դա մեծագույն փաստ է, մի ժպտացեք, նենց որ այդ բանավեճը փակեք, որովհետեւ իմ համար, իմ թիմակիցների համար, Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար դուք նույնն եք, նույն իշխանության ներկայացուցիչն եք, որոնք որ մարդ հասպանում, մարդկանց է, լսեք, ասում է քաղաքական հետապնդում, լավ հիշեցի, Տիկին Էլինարը Վարդանին, Տիկին Էլինարի քուրը արդեն քանի տարի, արդեն 5 տարի աշխատում է ազգային ժողովում։ Բա ինչի չենք բանարը։ Լսեք, եթե ձեր մոտ ձեր լեզվամտածելակերպը, ձեր ընկալումը, որ քաղաքական հետապնդումը լինում է այտենց սելեկտիվ, այտենց ինչ-որ բանով, իրականության մեջ դա տենց չի։ Գալու է ժամանակը բոլոր հանցագործությունների համար պատասխան են տալու մարդիկ, ովքեր իրականում քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի Արցախի վերաբերյալ բանակցությունները շարունակական լինեն ու հասնեն հաջողության։ Իրարամերժ հայտարարությունները, սադրիչ գործողությունները 2020 թվականին բերեցին նրան, որ Ադրբեջանը տեսնելով Հայաստանում ոչ adekvat կառավարում է իրականացվում, մերժվել է բանակցային process-ը, պատերազմ սկսվեց։ Ասում են Արցախի հարցը վաղուց էր լուծված։ Ձեր ղեկավարն է բանակցային գործընթացը ձախողել ազգային ժողովի իր ելույթում նշել է Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Իդեպ կառավարման խնդիր է, հարգելի հայրենակիցներ, երբ որ այստեղ ելույթների ընթացքում ազգային ժողովի ղեկավարությունը անդադ միջամտում է, քննարկում, տարբեր խոսքեր ասում, խանգարում, խրախուսում այն բոլոր ելույթները, որոնք որ իրենց մեջ պարունակում են ուրեմն վիրավորանքներ, ընդդիմության նկատմամբ, անվայել խոսքեր ասել, ինչ է նշանակում, ասենք մկան ծակ, ինչ է մտնել, ինչ է նշանակում այստեղ լինեիք, տեսնեիք վարչապետը ոնց է ձեզ պատեպատ տալու։ Մեկը լինի այս ամբողջ բաց թողումների համար, այս ճգնաժամի համար պատեպատ տա նույն վարչապետին։ Չգիտեմ, պատեպատ տալը այն խոսքը չէ, բայց այն ամենայնիվ գալու է ժամանակը եւ այս բոլոր կատարված հանցագործությունների համար պատասխան են տալու մարդիկ, որոնք որ իրականում քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի Արցախի վերաբերյալ բանակցությունները շարունակական լինեն եւ հասնեն հաջողությունների։ Շատ եք խոսում, ասում հետեւյալը, բա լուծեիք Արցախի հարցը։ Գիտեք թե հեշտ է բանակցությունները վարելը։ Գիտեք թե հեշտ է այնպիսի երկրների, այնպիսի թշնամական տրամադրությամբ երկրների հետ բանակցություններ վարել, ինչպիսին մեր երկու հարևաններն են, թուրք-ադրբեջանական տանդեմը։ Եվ այդ բանակցությունների ընթացքում ստեղծել մի այնպիսի ներուժ, որի առանցքում, որի հիմքում միանշանակ Արցախի ինքնորոշումն է եղել։ Ինչ էլ ուզում է դուք ասեք, ինչ էլ ուզում է այստեղ հակաճառեք եւ այլն, Արցախի ինքնորոշումն է եղել եւ պետք է այդ բանակցությունները շարունակվեր։ Երևի թե պարոն Քոչարյանը քննիչ հանձնաժողովի ընթացքում
աշխատանքի ընթացքում։ Համապատասխան եզրակացություններ արել է, ինչից սկսեց պատերազմը։ Պատերազմները սկսում են այն ժամանակ, երբ որ բանակցությունները, քաղաքական գործընթացները ավարտվում են։ Եվ իրարամերժ հայտարարությունները, սադրիչ գործողությունները, որոնք որ տեղի են ունեցել 20 թվականին, բերել են նրան, որ հիմնական հանցագործը Ադրբեջանը իրենց խոսքերն են, որ տեսել են, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ adekvat կառավարում է իրականացվում, մերժվել է բանակցային process-ը եւ այդ իրականության մեջ իրենք սկսել են պատերազմ։ Իրենք են հանցագործը։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ արձանագրված մեծաթիվ խախտումների պայմաններում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից համարելով, որ մեկ է, նրա առկայության պայմաններում էլ իր իրավունքները խախտվում են։ Ալիև Փաշինյան ջերմացող հարաբերությունների ֆոնին ադրբեջանական բանտում հայերը դարապում, իսկ Հայաստանի գլխին ագրեսորի եւ ռազմական հանցագործի պիտակ կարվում։ Այս իրավիճակին զուգահեռ հայաստանյան բանտերն են համալրվում Փաշինյանի իշխանության անդիմախոսներով։ Նիկոլը թուրքերի ու ադրբեջանցիների գործած հանցանքները վաղուց են ներել, բայց իր տեսակետները շկիսող անձանց անձնական թշնամի հռչակել։ Նախկին նախագահներ, հոգևորականներ, բարերար, պատգամավոր եւ տասնյակներով անձինք, ովքեր որևէ պայմաններով ոչ միայն չեն կիսում գործող ռեժիմի դիրքորոշումները, այլև պայքարում են երկրի եւ մեր քաղաքացիների շահերն առաջ մղելու համար։ Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի վճիռն էլ ամբողջացնում է իշխանության ամեն գնով իշխանություն պահելու եւ համակարգը յուրայիններով լցնելու քաղաքական կուրսը։ Ինչպես արդեն գիտենք, Երևանի քրեական դատարանը նախորդին դատապարտել է Դավիթ Հարությունյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քրեական գործի մեջ նրան մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ոչ մի փաստ, ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց, ոչ մի այլ հանգամանք, որ կարող էր թեկուզ չնչին կերպով հիմնավորել նրա մեղավոր լինելը։ Դավիթ Համբարձումյանն իր Facebook-յան էջում գրել է. 7.5 տարի անց ինձ շինծու գործով շուտապույտ ազատազրկելու որոշումը խոսում է այն մասին, որ իմ դեմ կիրառված պատժամիջոցը բացառապես քաղաքական է։ 7.5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է այդ միջադեպի բոլոր մասնակիցների մասով եւ միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ, ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ։ Այսինքն միջադեպի մասնակիցներ չկան, բայց կա կազմակերպիչ։ Սիրելի հայրենակիցներ, մի քանի ամիս առաջ, երբ ես ընդունեցի խորհրդարանական պատիվ ունեմ խմբակցության առաջարկը առաջադրելից Հայաստանի վարչապետի պաշտոնում, ես գիտակցում էի, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի չեզոքացնեն իրենց համար ցակած այդ իրական վտանգը։ Ես որոշումը կայացնելիս պատրաստ եմ եղել ամեն տեսակ փորձության, լավ իմանալով, որ հայրենիքի անկախության համար մղվող պայքարը ամենևին հեշտ ճանապարհ չէ։ Ես ստանձնելով այդ պատասխանատվությունը շարունակելու եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը օր առաջ ազատվի դավաճան իշխանություններից։ Իմպիչմենթը եղել եւ շարունակում է մնալ Նիկոլից օր առաջ ազատվելու միակ տարբերակը։ Ուստի կոչ եմ անում անդիմությանն ու հայրենասեր բոլոր քաղաքացիներին միավորվել այդ օրակարգի շուրջ եւ հնարավորինս շուտ կյանքի կոչել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Վստահեցնում եմ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան, դա է ուզում նաեւ մեր ժողովուրդը։ Ուստի պետք է պայքարել եւ հասնել հաղթանակին։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի իշխող Գենի Ադրբեջան կուսակցության պատգամավոր Հիկմետ Բաբաօղլուն սադրիչ հայտարարություն է արել, ասելով, թե իբր Հայաստանի տարածքները պատկանում են Ադրբեջանին։ Ադրբեջանական մոդեռն ազգայքը ջնջել է հոկտեմբերի 22-ի հոդվածը, որում ադրբեջանցի պատգամավորն արել էր այդ հայտարարությունը, սակայն Խրոնիկա Կավկազա թերթը պահպանել էր այն։ Bugün biz tələb etməliyik ki Հայաստանը իմ հայրենիքն է, սա այն վայրն է, որտեղ ես ծնվել, մեծացել, սովորել եմ եւ որը եղել է իմ տունը։ Այն փաստը, որ երկիրը կոչվում է Հայաստան, չի փոխում իրականությունը։ Այս աշխարհագրական տարածքը պատկանում է մեզ։ Ես հիշողություններ ունեմ, որոնք կապված են Հայաստանի Ամասիա շրջանի յուրաքանչյուր սանտիմետրի հետ։ Ես ուզում եմ ֆիզիկապես կրկին դիպչել այս հիշողություններին, կրկին տեսնել մեր նախնիների կողմից մեզ թողնված մեծ նյութական եւ մշակութային ժառանգությունը։ Ահա թե ինչու եմ ուրախ Հայաստան ճանապարհորդելու համար, սակայն խոսելով մեր պատմական հողերում ապրող ժողովրդի ներկայացուցիչների հետ փոխհարաբերությունների մասին, ինչպես նշել է մեր նախագահը, մենք կարող ենք ցանկացած տնտեսական եւ առևտրային կապեր կառուցել, բայց երբեք չպետք է մոռանանք այն հանցագործությունների մասին, որոնք հայերն արել են ադրբեջանական ժողովրդի դեմ։
Ադրբեջանում իրական քաղաքասարակությունը կամ բանտում է կամ արտաքսված, իսկ Երևան եկածները հատուկ ծառայության գործակալներ են, ասել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, քննադատելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Երևան կատարած այցը։ Լապշինն իր գրառման մեջ մատնանշել է, որ այցը գլխավորում էր Դիլարա Էֆենդիևան, այն նույն անձը, որը ժամանակին հանդես էր գալիս որպես բնապահպան ակտիվիստ։ Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ եւ փաստացի դարձավ Արցախի 9-ամսյա շրջափակման խորհրդանիշ։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական պատվիրակությունը Երևան է ժամանել ոչ թե որպես անկախ հասարակական խումբ, այլ որպես իշխանության վերահսկողության տակ գտնվող կառույց։ Այս մարդիկ Երևան են ժամանել Իլհամ Ալիևի նախագահական ինքնաթիռով, այն նույն ինքնաթիռով, որը 2017-ին Լապշինին տեղափոխեց Թել Ավիվ Բաքվի բանտում մահափորձից հետո։ Այդ ինքնաթիռը նախկինում օգտագործվել է ընդդիմադիր լրագրող Էլվին Իսաևին Կիևից Բաքու արտահանձնելու համար։ Լապշինը հիշեցրել է նաև, որ 2021-ին Եվրոպական դատարանը եւ 2022-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Ադրբեջանի մեղավոր են ճանաչել իր նկատմամբ իրականացված անօրինական արտահանձնման, խոշտանգումների եւ սպանության փորձի համար։ Նրա կարծիքով Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն գոյություն չունի։ Իրական քաղաքացիական հասարակությունը կամ բանտում է, կամ արտաքսված է, իսկ նրանք, ովքեր Երևան են եկել, հատուկ ծառայությունների սպաներ են, որոնք ոչ մի կապ չունեն Ադրբեջանի աղքատացած ու ճնշված ժողովրդի հետ։ Միաժամանակ Լապշինը նշել է, որ ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական շփումները պետք է շարունակվեն, թեկուզ պայմանական ձևաչափով։ Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, թե նրանց այցը ապտակ է հայ ժողովրդին։ Հայաստանը հիմա իր պայմանները թելադրելու դիրքում չէ։ Պետք է խաղալ ավելի խոշոր խաղացողների պարտադրած կանոններով։ Անհրաժեշտ է գոնե խաղաղ համակեցությամբ պատրանք պահպանել։ Հայ պատանդների հարցը ամենայն հավանականությամբ այդ հանդիպումների ժամանակ նույնիսկ չի բարձրացվել։ Թող հրեաները փրկեն իրենց պատանդներին Համասից, իսկ հայերը կարող են մի քիչ էլ նստել Բաքվում։ Դրա մասին երևի Երևանի հանդիպման ժամանակ չխոսեցին, որպեսզի ադրբեջանցիներին չնյարդայնացնեն, իսկ քաղաքացիական հասարակությունը չի կարող թռչել նախագահական ինքնաթիռներով։